Բարի օր, հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ ձեզ ողջունել, ինձ թվում է մենք շատ արդյունավետ ունեցանք հանդիպումներ մեր այն գործընկերների հետ, ով գրանցվել էին Content Plan-ի հետ կապված խորհրդակցություններին անցյալ շաբաթ եւ տեսնում եմ արդեն այդ նոր տիպի գրառումները, որոնք հայտնվում են ձեր սոցիալական էջերում, այն գործընկերների հետ, ով դեռ չի ունեցել նման հանդիպում, մենք կշարունակենք դա այս շաբաթ, հաջորդ շաբաթ եւ ես կարծում եմ մենք բոլորս միասին այդ մեր Content Plan-ը ավելի արդյունավետ կդարձնենք եւ դրանից զատ շարունակում ենք նաեւ այս ընդհանուր խորհրդատվությունները, որը կլինի այս անգամ նույնպես փոքր վիդեոյի եւ աշխատանքային նյութի միջոցով։ Առաջինը ինչ մասին ուզում եմ ասել, մենք այս խորհրդատվության ընթացքում խոսելու ենք այն տիպի գրառումների մասին, որոնք ավելացնում են մեր հետևորդների թիվը։ Եվ մի հատ հասկանանք, ինչու է մեզ պետք ավելացնել մեր հետևորդների թիվը, ինչ է մեզ դա տալիս։ Դա միայն իմիջային հարց է, այսինքն եթե իմ էջում կա 5000 հոգի կամ 10000 հոգի, դա ինչ որ ձևով իմ աշխատանքը, իմ կազմակերպությունը ավելի լավն է դարձնում, ավելի վստահելի է արդյոք դարձնում։ Միայն դա է նպատակը, թե կա մեկ այլ։ Եվ դրա համար մի քիչ խոսենք վաճառքի մասին։ Պատկերացնենք իրավիճակ, որ դուք պատրաստում եք փայտե էկոլոգիապես մաքուր խաղալիքներ երեխաների համար։ Միջին գինը 2000 դրամ ձեր այդ խաղալիքի։ Դուք տալիս եք գովազդ, պայմանավորվում եք գովազդի մասին մի Instagram-ում ակտիվ մայրիկի հետ, ով վարում է բլոգ մայրիկիների համար եւ որը ունի 5000 հետևորդ։ Միասին որոշում եք թեման, տեքստը, նրա գրառման, դուք դրա դիմաց իհարկե վճարում եք եւ նա ստանում է այդ արդեն ձեր կողմից հաստատված նյութը, տեղադրում է այն, ակնարկը ձեր գործունեության մասին, որի արդյունքում նրա 5000 հետևորդը տեսնում են ձեր մասին։ Այդ 5000 հետևորդից 100-ը գալիս են ձեր էջ եւ հավանում են ձեր էջը եւ շարունակում են հետևել։ Եվ միայն 5-ը միանգամից կատարում են գնում, որովհետև այդ պահին նրանց պետք էր դա։ Եթե 100 հոգի կմնա ձեր էջում դրանից հետո, ապա այդ 100-ից մոտ 2-ը մեկ տարվա ընթացքում նույնպես կկատարեն գնում։ Բայց պատկերացնենք մեկ այլ իրավիճակ, երբ էլի 5000 հոգի տեսնում են ձեր էջը, բայց այդ 5000-ից 1000 հոգի շարունակում են հետևել ձեզ։ Եվ այս 5000 հոգուց 1000-ը, ով կմնա որպես ձեր հետևորդներ, մեկ տարվա ընթացքում կկատարեն 35 գնում։ 5 գնում էլի կկատարեն առաջին անգամ տեսնելով ձեր մասին այդ նյութը եւ այդ ոգևորության ալիքի հիման վրա, բայց մյուս 30 գնումները կկատարեն մեկ տարվա ընթացքում։ Հիմա հաշվենք, թե որքան դուք գումար ստացաք։ Առաջին դեպքում 5 մայրիկ միանգամից 2 մայրիկ տարվա ընթացքում գնեցին դուք 7 վաճառք ունեցաք, միջին գինը 2000 դրամ, այսինքն ստացաք 14000 դրամ։ Ես կարծում եմ այդ գումարը կամ մի փոքր ավել է այն գումարից, որ դուք վճարել եք այդ բլոգերին, կամ էլ նույնիսկ չի հասնում այդ գումարին եւ դուք մինուս եք մնում։ Եվ մեկ այլ իրավիճակ, երբ 35 անգամ 2000, դուք ստացաք 70000, սա արդեն կարծում եմ այն գումարն է, որը փակում է ձեր ծախսերը եւ շահույթ ապահովում։ Եվ այսպես, ինչքան ավելի մեծ է մեր հետևորդների քանակը, այնքան ավելի շատ են մեր վաճառքները։ Բայց որպեսզի մենք ունենանք մեծ թվով հետևորդներ, մենք պետք է ապահովենք այն կոնտենտը, որը հետաքրքիր կլինի։ Օրինակ, մեր այդ իրավիճակում, երբ մենք վաճառում ենք խաղալիքներ փոքրիկների համար։ Եթե մեր էջում լինի միայն ինֆորմացիա, որ այսօր այս խաղալիքն է վաճառում արժի 2000 դրամ, վաղը այս մեկն է վաճառում այն նույնպես արժի 2000 դրամ, կապույտ է սա սև է եւ առավել որևէ ինֆորմացիա չտրամադրենք, ապա այդ 5-7 վաճառքից զատ չենք գնա։ Բայց եթե ձեզ մոտ լինի նյութեր այն մասին, որ այս խաղալիքները պատրաստված են այս տիպի փայտերից։ Առհասարակ խաղալիքներ պատրաստելու համար օգտագործվում են ծառատեսակներից փայտերը, որովհետև նրանք ունեն հետևյալ ինչ որ առանձնահատկություններ։ Կարելի է մտածել, որ ձեր հետևորդները, եթե նրանք ցանկանում են ձեզնից գնում կատարել հենց այդ էկոլոգիապես մաքուր խաղալիքները, ուրեմն նրանք հետաքրքրված են բնապահպանական թեմաներով։ Ուրեմն այն նյութերը, որոնք դուք տեղադրում եք, նույնպես կարող են լինել այդ թեմայի ներքո։ Ինչպես կահավորել երեխայի սենյակը, որպեսզի այն լինի էկոլոգիապես մաքուր։ Ինչ փայտից ընտրել երեխայի աշխատասեղանը։
ինչ գույների մեջ պետք է լինի սենյակը երեխայի, որպեսզի նա մեծանա համերաշխ մթնոլորտում։ Եվ այսպիսի մի շարք խորհուրդներ, հետաքրքիր նյութեր, որոնք ոչ մի ձևով ուղիղ կապված չեն ձեր կողմից վաճառվող այդ խաղալիքի հետ։ Բայց այս ամենը պահում է ձեր էջում հետևորդին։ Ես նկատել եմ, որ ես այս վերջին շրջանում երբևիցե չեմ վերցնում այցեքարտերը, միանգամից հավանում եմ էջը, եւ եթե այդ մարդը իրոք ակտիվ վարում է էջը, հետագայում ես նրա մասին նյութը շարունակում եմ տեսնել եւ երբ որ կես տարի հետո, մի տարի հետո ցանկանում եմ գնում կատարել, ես իր մասին հիշում եմ, որովհետեւ այդ ամբողջ տարվա ընթացքում շաբաթը մեկ անգամ, ամիսը մեկ անգամ ես հետաքրքիր նյութ էի տեսնում նրա էջում։ Բայց եթե այդ նյութը լինում է միայն վաճառքի մասին, ապա շատ արագ հետաքրքրությունը կորցնում ես, որովհետև քեզ նման գնումները պետք են լինում տարին մի քանի անգամ, իսկ էջերը դու տեսնում ես ամեն օր։